Բարև ձեզ, մերօրյա հրամայականովի տաղավարում այսօր խոսելու ենք մարդու հոգեբանական կայունության, սթրեսների ու դրանց դիմակայելուն վերաբերող հարցերի մասին։ Այս թեմաների շուրջ խոսելու համար հյուրընկալել ենք հոգեբան Արծվի Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ ուզում եմ հենց առաջին հարցից միանգամից հասկանանք, թե այսօր մարդիկ հիմնականում ինչ խնդիրներով են դիմում ձեզ, այսօր ավելի շատ որ հարցերն են առաջնային։ Նախ շնորհակալություն Նարինե ջան հրավերի համար, ասեմ, որ վերջի 3 տասնամյակում ես աշխատում եմ սկզբունքորեն դիմելիությունը գրեթե նույնն է, այսինքն պայմանականորեն հոգեբանական աշխատանքը կարելի է բաժանել խնդիրների առումով երկու մեծ խմբի միջև, այսինքն միջանձնային եւ ներանձնային, այսինքն միջանձնային խնդիրների ժամանակ հիմնական հոգեբանը պետք է դիմի խորհրդատվության, այսինքն հոգեբանը դիմում են, եթե ասենք, չգիտեմ, հարս կեսօր, ամուսիններ, նման ինչ-որ միջազգային հարաբերություններում կա խնդիր։ Սա ավելի կարճաժամկետ միջամտություն է պահանջում եւ դրա համար դա սովորաբար կոչվում է հոգեբանական խորհրդատվություն։ Երբ արդեն բողոքների շեշտադրումը իր անձի կամ ներանձնային խնդիրների վրա է, սովորաբար այդ դեպքերում ենթադրվում է ավելի խորը հոգեբանական աշխատանք, որը հոգեթերապիան է։ Այսինքն խնդիրները, որոնց համար դիմում են հոգեբանին, պայմանական բաժանենք երկու մասի՝ ներանձնային եւ միջանձնային։ Ներանձնայինը, երբ որ ասենք վատ եմ քնում, ագրեսիվ եմ, բռնկուն եմ, վախենալու երազներ եմ տեսնում, չգիտեմ, նևրոզ ունեմ, ստրես եմ տանում, սրանք հիմնականում ներանձնային են։ Երբ որ խոսքը շեշտը փոխհարաբերությունների վրա է դրված, ասենք իրար չհասկացանք, վիճեցին, կռվեցին, կոնֆլիկտ եւ այլ, այս դեպքերում հիմնական պետք է անցկացնել խորհրդատվություն։ Այն դուք հիմա նշում եք այնպիսի խնդիրներ, որոնք իսկապես խնդիր են, բայց հաճախ մարդը չի հասկանում, որ դա խնդիր է եւ նույնիսկ խորհրդատվության համար պետք է դիմել։ Քաղաքացին ինչպես կողմնորոշվի, որ իրավիճակում դիմի հոգեբանին, արդյոք անհրաժեշտությունը կա դրա, թե կան հարցեր, երբ մարդը հենց ինքը կարող է հաղթահարել այդ բոլոր խնդիրները։ Իհարկե հարցը շատ կարևոր է եւ տեղին է։ Գիտեք, լինում է այնպես, որ մենք համագործակցում ենք բժիշկների հետ եւ օրինակ մանավանդ երեխաների դեպքում սովորաբար մանկաբույժներն են տեսնում, որ երեխան ունի հոգեբանի խնդիր։ Իհարկե, երբ որ արդեն կոպիտ ասած բանից անցած է լինում, այսինքն ոչ թե շտկման, այլ թերապիայի համար, աուտիզմի նման հոգեկան այլ խանգարումների համար, բայց մեծերի դեպքում նույնպես երևույթը շատ բարդ է, որովհետև գիտակցել, թե իրեն ով կամ ինչ է պետք ու որ բային, սա շատ խնդրահարույց է, նույնիսկ հասուն մարդիկ, նույնիսկ հոգեբանները երբեմն կարող են այդ սահմանը չգիտակցեն, թե երբ է որ բային իրենց ով կամ ինչ է պետք։ Դա պատճառները տարբեր են։ Ժամանակին Սոկրատեսը միամտաբար ասում է չարիքը չիմացույց է, իբր եթե մարդը իմանա այս իր բանը վատա չի անի, բայց սկսած ծխել խմելուց վերջացած կաշառքով ընտրություններով չխորացնել։ Բոլորս է գիտենք, որ դա արգելված է, բայց անողը անում է, այսինքն սահմանները, որ գիտի, չգիտի, պետք է պետք չէ, երբեմն շատ լավ է գիտի իրենով կամ ինչ է պետք, բայց չի դիմում։ Դրանց պատճառները վերլուծելու համար լուրջ վիճակագրություն է պետք, ես նման տվյալներ դժվարանում եմ ասեմ։ Այսինքն երբ է պետք, երբ չի պետք, դա կարող ենք պայմանական ասենք, բայց գիտի, որ դիմում է եւ գիտի, որ կարիք ունի ու չի դիմում, այստեղ սահմանազատելը երբեմն դժվար է։ Այսինքն դա մարդու բնավորությունն է, տարբեր գործոններ, ազգային, կրոնական, սեռային, սոցիալական շատ գործոններ կարող եմ ասել, որոնք կարող են օգնել կամ խանգարել նման նախապաշարմունքների, ես հիվանդ չեմ դիմեմ հոգեբանի եւ այլ։ Այսինքն մտածում են, որ դրատակ ինչ որ բացասական բաներ կա, ինչ-որ ստիգմատիզացիա կա, այսինքն դա ինչ-որ մի վարկաբեկող բան է, բայց եկեք հասկանանք մի բան, հոգեբաններ, հոգեբուժներ բոլորն են նախատեսված են ծառայություններ, որոնք մարդկանց ֆիզիկական, սոցիալական, հոգեկան բարօրության, այսինքն առողջության համար են։ Եթե մենք նայենք այդ կտրվածքով, իսկ ով գիտի, թե իրեն որ բային ով կարող է պետք գալ կամ պետք չգալ։ Ես կարող եմ լինել հոգեբան, բայց ունենամ հոգեբուժի կարիք, այսինքն դա նախատեսված չէ, որ եթե դու
այս իր մասնագիտության կամ գործի կրողն ես, դու ապահովագրված ես ու երբեք չես ունենա մեկ ուրիշ մասնագիտության կարիք։ Իհարկե, բնական է, որ կան ավելի շատ ռիսկային մարդիկ եւ կան մարդիկ, ովքեր որ ավելի հակված են կախվածությունների, լինի դա շփումից, լինի դա ինտերնետից, հոգեբանից, մյուսից, բայց ասել, որ ոչ ոք կան մարդ, որ երբևէ չի դիմի հոգեբանի, չկա նման մարդ։ Ֆրեյդը ժամանակին ասում էր, պոտենցիալ ամուր մարդկությունը իմ այցելուն է։ Եվ շատ ճիշտ էր իրականում մեր ժողովուրդը հայությունը կարծրատիպային ժողովուրդ է եւ տարիներ առաջ օրինակ երբ խոսում էինք հոգեբանի ծառայությունների մասին, հոգեբանին դիմելու մասին, այստեղ տաբուները ավելի շատ էին։ Այ ինչ տենդենց կա այսօր եւ կա արդյոք տենդենց, որովհետեւ ես օրինակ ուսումնասիրելով շրջապատը ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, ովքեր նույնիսկ ասում են հոգեբանի անհրաժեշտություն կա, ում դիմել, հետաքրքրվում են, ցանկություն են հայտնում, այդ տենդենսը դուք եք զգում որպես մասնագետ։ Ուրեմն ասեմ, անցած կամ նախանցած տարիներին երկու բավական լուրջ տարաձայնություն, ասեմ, կոնֆլիկտային վիճակ, ասեմ, ծնողի հետ իր կողմից իմ աշխատանքի կապակցությամբ եղավ։ Ուրեմն, երբ որ ծնողները չգիտեն մասնագետի մեթոդաբանությունը, տարվող աշխատանքի նպատակը եւ այլն, կողքի աչքով դա կարող է թողնել այլ տպավորություն։ Սակայն երբ որ այս տարի ես ուսումնասիրեցի, անցած տարի եւ այս տարի գերմանական եւ ֆրանսիական շատ հայտնի հոգեբանների եւ հոգեվերլուծողների, պարզվեց, որ Գերմանիայում, որը գրեթե Ֆրեյդը ավստրիացի էր, որը հոգեվերլուծության ամենահայտնի կենտրոններից մեկն է, Գերմանիայում ներկայումս նույն վիճակն է։ Այսինքն նույնիսկ զարգացած Գերմանիայում մարդիկ ունեն ստերեոտիպեր, թե հոգեվերլուծողը ինչ պետք է անի, ինչ պետք է չանի, հոգեբանը ինչ պետք է անի, ինչ պետք է չանի, ինչ թեմայից կարելի է խոսել, ինչից չի կարելի։ Իրականում հոգեբանի մոտ փակ թեմաներ չկան։ Եթե այս սկզբունքները հոգեբանի դիմողները չեն տիրապետում, ուրեմն նրանք դեռևս չեն հասունացել այդ աշխատանքի համար։ Ֆրեյդը ասում էր, ասել ինչ նշանակում է ասել ամեն ինչ։ Եթե պետք է ասես, սա պետական գաղտնիքա չի կարելի քննարկել, սա իմ անձնական հարցն է, սա այլ որ ես դիմել։ Այդ որ հարցն է, որ հոգեբանին մոտեկել ես ու քո անձնականը չի։ Այստեղ խնդիրը հետևյալի մեջ է, եթե հոգեբանը վստահություն չի ներշնչում, եթե հոգեբանը գաղտնապահ չի եւ այլն, չդիմեիք։ Դիմելուց հետո պարզեցիք, որ իր հետ խնդիր չկա, ուրեմն խնդիրը ձեր մեջ է։ Այսինքն նախ եւ առաջ սպասելիքների հետ կապված պետք է մենք իմանանք, թե ով ինչի համար է պատասխանատու եւ ինչ միջոցներով է աշխատում։ Եթե ի սկզբանե այդ պատրաստի վիճակը կամ այդ բացատրական աշխատանքը չտա իր ցանկալի արդյունքը, նշանակում է պետք է ընտրեն կամ փնտրեն նոր մասնագետների, որովհետև մասնագետը ինչ է, մի անգամ ասեցի լեզվաբաներ զարմացա, մասնագետ ինչ է նշանակում իմ հասկանալով, այսինքն աշխարհը այնքան լայն է, բազմազան է, անճանաչելի, որ մենք մասը գիտենք։ Ընդ որում այդ մասնագետը գիտի 3 կարգի, երևի ինձ հետ համաձայն կլինեք, թեթև, զյոլատանող, միջին լավ եւ գերազանց։ Այսինքն նույնիսկ գերազանց իմացողը պատասխանատու է որոշակի շրջանակի համար, միայն իր մասի համար։ Հարակից ոլորտը դա մերը չէ, ասում եմ մասնագիտական կոմպետենտություն, այսինքն ես կարող եմ այսինչ բան անեմ, ես չունեմ այսինչ բանի իրավունք, ասենք հիմա հոգեբանը դեղորայք չի նշանակում։ Ես շատ լավ գիտեմ, ոչ հոգեբուժների չափ կամ պես, բայց նրանց գոնե մի 20-25% չափ հոգեբուժական դեղորայքի անունները, ազդեցություն եւ այլն գիտեմ, բայց ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ կոմպետենտ եմ դեղ նշանակելու։ Այսինքն իմացությունը դեռևս չի ապահովում իրավական եւ այլ հարցեր։ Ինչպես արդեն հասկացա, շատ հաճախ կարող են մարդիկ կարող են դիմել ձեզ եւ սկսել ուղղություն տալ, հա, թե դուք ինչպես աշխատեք կոնկրետ։ Տեսեք ինչպես է, երբ որ մասնագետին դիմում են Նարինե ջան, ուրեմն մենք պետքա նկատի ունենանք հետեւյալը, ցանկացած իմ պատկերացմամբ լավ մասնագետը դա նախ եւ առաջ պետք է ունենա տեսական խորը գիտելիքներ։ Եթե չկան տեսական գիտելիքներ, ոնց որ մթության մեջ թունելում խարխափելով գնաք։ Իսկ երբ որ տեսական գիտելիքները կան, արդեն առաջ երթին մենք ինչ ենք անում դիմողի հետ, պետք է կատարվի ճիշտ ախտորոշում։ Եթե մենք չգիտենք խնդիրը, կանխատեսում նույնպես չեն կարող անենք։ Նույնը բժշկության մեջ է։ Դիագնոզ ի պրոգնոզ, չկա ախտորոշում, չկա կանխատեսում։ Եթե մենք չգիտենք ինչի հետ գործ ունենք, մենք չգիտենք դրա հետևանքները։
Դե իհարկե ֆիզիկական հիվանդությունների ժամանակ հետևանքները երեքն են. կամ մարդը բուժվում է, կամ մահանում է, կամ հաշմանդամ է դառնում։ Հոգեբանական աշխատանքի ժամանակ ընդհանրապես կարող է լինել սրացում կամ լավացում։ Այսինքն մահացու ելքեր բնականաբար չկան, բայց սխալ աշխատանքի պատճառով կարող է եւ հոգեբանությունից մարդը հիասթափվի եւ ինքը իրենից եւ այլն։ Դորից ասեմ, այս միտումը նույնիսկ ֆրանսիական գինգերներ կան, ամուսիններ Սերժ եւ Աննա գինգերներ, իրենց Ֆրանսիայում հայտնի են, ես իրենց չեմ ճանաչել, բավականին լուրջ գրքեր ունեն, այդ գրքերը ուսումնասիրում եւ տեսնում որ այո, սխալ աշխատանքի դեպքում դա մարդուն կարող է հոգեբանորեն վնասել, չասեմ ֆիզիկապես կամ մահացու, բայց կարող է վնասել եւ նույնիսկ հիասթափություն եւ նույնիսկ ինչով եկել է ավելի վատ վիճակում գնա, բայց պետք է մենք հստակ բոլոր չափանիշները, բոլոր գործոնները հաշվի առնենք, որպեսզի գնահատենք, դա մասնագետից էր, թե այցելուից էր, թե ինչից էր, որովհետև այդ դիմադրությունը, որը առաջանում է հոգեբանի նկատմամբ դերևս ժամանակին Ֆրեյդը այդ մասին նշել է, այսինքն բոլորը չի, որ հոգեբանի հետ գալիս են աշխատելու, համագործակցելու, այն երրորդ մեթոդը, որը հոգեվերլուծությունը առաջարկեց ու շատերը դեռ չգիտեն դրա մասին, դա տրանսֆերը կամ պերենոսն, այսինքն փոխանցումը հոգեբանի անձի մեջ այցելուն անգիտակցաբար տեսնում է այն, ինչը իրեն իր կյանքում պակաս է։ Ընդ որում դա կարող է լինել ոչ միայն դրական, այլ բացասական։ Մեկը կարող է հորը տեսնել, մեկը մորը, մեկը սիրածին, մեկը զուգընկերոջը, մեկը թշնամուն։ Այսինքն, եթե մենք այս ամեն ինչին չտիրապետենք, հոգեբանը դրականի դեպքում կարող է մտածի վայ կամ ես եմ, վատի դեպքում ասի վայ տեսնես, ես ճակատագրական սխալ արեցի։ Բայց իրականում խնդիրը պերենոսի մեջ, այսինքն տեղափոխումը կամ այցելուի կողմից հոգեբանի անձի հանդեպ տեղաշարժը, որը պետք է գիտակցվի, որպես մեթոդ ասվի, որ այ քո կյանքում ուրեմն այսինչ բանն է պակաս։ Այդպիսի մարդիկ կան կամ պակաս են կամ չկան, որի ազդեցությունն է։ Այ հիմնականում երեխաների, թեև չեն բացառում նաև հասուն մարդկանց մոտ, սթրեսների ազդեցությունների կարող են խնդիրներ առաջացնել, երազների ազդեցությունները կարող են խնդիրներ առաջացնել եւ այդ դեպքում դիմեն ձեզ։ Այ ձեր պրակտիկայում ինչի կարող են հանգեցնել այդ վատ երազները, սթրեսները։ Նայնիզան նորից գանք այն կետին, որ պետք է անել ճիշտ ախտորոշում, որովհետև ստրեսը ինքնին դերևս հոգեբանի դիմելու կարիք չունի։ Ստրեսը շատերը երբ մոռանում են, ստրեսը կարող է լինել նաև դրական։ Երբ որ մենք, ասենք, հաճելի ինֆորմացիա ենք ստանում, ինչ որ դրական էմոցիաներ ենք ստանում, անսպասելի կամ նույնիսկ սպասելի, բայց երբ որ գիտակցվում է եւ այլը, սա նույնպես կարող առաջացնել ստրես։ Այսինքն ստրեսը միայն բացասականը չի։ Իսկ երազները միշտ չի որ կապված են դրա հետ։ Երազները կարող են վկայել մարդու առողջության, կլինիկական վիճակի, բնավորության, շփման եւ մի շարք առանձնահատկությունների մասին։ Հաճախ խնդրող մարդկանց երազները կարող են ինձ կամ այլ մասնագետի ավելի արագ հուշել ինչ ուղղությամբ մտածել, ինչ մասնագիտական ազդեցություն թողնել դրա վրա, քան եթե մենք մարդու հետ առանց երազների աշխատելու մի շարք անգամներ հանդիպենք։ Այսինքն նույնիսկ երազը կարելի է օգտագործել որպես ճիշտ ախտորոշում եւ կրճատել այն ժամանակը, որը անհրաժեշտ է տվյալ մարդու վրա ներազդելու համար։ Այսինքն այն հանգամանքը, որ մարդու մտածողության արդյունք կարող է լինել այդ ոչ լիարժեք քնած վիճակի արդյունք կարող է լինել երազը եւ հուշող դեր կատարել, այդ բոլոր գործոնները հաշվի առնելով ասեմ այսպես, երազը կարող է ունենալ ախտորոշիչ նշանակություն ցանկացած օրինակ մանկական էպիլեպսիայի ժամանակ վախենալու երազները հաճախ հանդիսանում են էպիլեպսիայի ախտորոշման առաջին նշաններից մեկը։ Սա իհարկե իմը չի, սա նյարդաբանի եւ մանկաբույժի սահմանում է, միայն հոգեբանի չի, բայց քանի որ երազների թեմայով ես շատ եմ զբաղվել, ունեմ տասնյակ հոդվածներ գրած, միջազգային գիտաժողովներ եմ տպած, դրա համար կարող եմ ասել, որ երազների ուսումնասիրությունը շատ կարևոր է ինչպես ախտորոշման, այնպես էլ մարդու վրա ազդելու համար, որովհետև ռուսները ասում են ու պալկի դվականցա, նույն բանը կարելի է օգտագործել եւ ախտորոշելու համար եւ ազդելու համար։ Ասենք արտ-թերապիայի մեթոդների ընդհանրենք եւ նկարում ես դրանով քեզ ճանաչում է եւ նկարում ես լիցքաթափվում ազատվում ես։ Նույն բանը կարող է ծառայել երկու հակադարձ նպատակների համար։
Իսկ ընդհանրապես արտաքին սթրեսները կարող են ընտանիքների վրա ազդեցություն ունենալ, ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակները երեխաների վրա եւ սա հանգեցնի այն իրավիճակին, որ ստիպված լինեն արդեն հոգեբանի աջակցություն խնդրել։ Նանի ջան, շատ կարևոր հարց եք տալիս, նորից ասեմ հետեւյալը, ուրեմն արտասահմանում մեր մոտ չգիտեմ, արտասահմանում 20-րդ դարի 60-ական թվականներից առաջ քաշվել է ընտանեկան ողջունման հասկացությունը, այսինքն երբ որ ոչ թե ուշադրություն դարձնում են, ասենք, ընտանիքում որևէ մի նևրոզով կամ շիզոֆրենիայով հիվանդի վրա, այլ ընդհանուր ընտանեկան փոխհարաբերություններ են ախտորոշում։ Այս իմաստով պետք է նկատի ունենանք, որ կոնֆլիկտաբանությունը սկզբում չի եղել հոգեբանության բաժին, եղել է սոցիոլոգիայի բաժին եւ սկսած 1956 թվականից ամերիկյան մասնագետ Կոսերի կողմից է հիմնադրվել։ Ուրեմն խնդիրը հետեւյալի մեջ է, եթե կան հարաբերություններ, այդ հարաբերությունները պետք է վերլուծվի, վերծանվի նրանցում հարաբերությունների հասուն կամ տհաս լինելու հիման վրա։ Եթե հարաբերությունները ենթադրում են տհասություն, ապա նման խնդիրները դրանք համարում են կոնֆլիկտային, այդ կոնֆլիկտներն էլ հաճախ կրկնվում են։ Այսինքն ինչ տեսանկյունով կարող ենք մենք դրանք վերլուծենք։ Օրինակ Բեռնը, որը ինքը իրեն ուզում էր անկախ համարել, Էրիկ Բեռնը, բայց ինքը Ֆրեյդի ծառի միջուղն է, դա գտնում է, որ մարդը միշտ 3 դերից որևէ մեկի մեջ է լինում, կամ երեխա է, կամ ծնող է, կամ մեծ է։ Այսինքն այստեղ տարիքային առումով չի, հոգեբանական դերի առումով։ Երբ որ շփվում է երկու երեխա, երկուսն էլ էմոցիոնալ են, կոնֆլիկտան խուսափելի է։ Երբ որ շփվում է երեխա եւ ծնողը, երեխան էմոցիաներով, ծնողը իր կարծիքով գիտի ճիշտը որն է, դասագրքային ճիշտ ու սխալը որն է, նա նրան խրատամոլություն, նա նրան էմոցիոնալ ռեակցիա, կոնֆլիկտան խուսափելի է։ Երբ որ երկու ծնող են շփվում դերային առումով, սա իշ ճիշտը, նա իշ ճիշտը, կոնֆլիկտան խուսափելի է։ Եվ միայն մեծը որպես հոգեբանորեն հասուն մարդ, մեծն է որ տալիս է հարցեր, որոնք ուղղված են հասկանալու ով որտեղ, ում հետ, ինչ արեց, ինչ եղավ։ Այսինքն հարցեր, որոնք adekvat են, ուղղված են իրականությունը հասկանալու, ոչ թե գնահատելու կամ քննադատելու կամ էմոցիոնալ ռեակցիա տալու։ Հետևաբար ստացվում է 9 ենթատեսակ շփման, որից 6-ը դուրս է գալիս կոնֆլիկտային։ Միայն մեծ հարաբերություններն են, որ թույլ է տալիս խուսափել կոնֆլիկտից։ Հակառակ դեպքում, եթե այդ ընտանիքը մենք տեսնում ենք, դիտարկում ենք, որ եւ մայրը եւ հայրը ծնողի դերում են, ոչ հասուն, այսինքն երեխաներն էլ էմոցիոնալ նյարդային բուռն, բնականաբար կոնֆլիկտը խուսափելի եւ դա պետք է կրկնվի։ Այստեղ դրական լուծում ինքը իրեն կամ ժամանակի ընթացքում չի լինի։ Պայտակ փոխհատուցվելու է, պայտակ սրվի։ Այսինքն հակված է դա կրկնությունների։ Իսկ եթե խոսենք տագնապների, վախերի մասին, եթե ընտանիքում ծնողները իրականում վախեր ունեն, տագնապ կա, դա կարող է փոխանցվել երեխային եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ կամ ինչպես կարող է հենց ծնողը հաղթահարել այդ վախերը։ Այո, շատ կարևոր հարց եք տալիս, ես դուրս չգիտեմ թե որտեղից սկսեմ, որտեղ ավարտեմ։ Ես ասեմ, ուրեմն տասնյակ դեպքեր եմ ունեցել, երբ որ օրինակ դեռահաս երեխային ծնողը բերել է, օրինակ մեկի անունը հեռախոսում այդպես էլ գրել էի, ագրեսիվ 10-ամյա երեխայի ծնող, երեխայի հետ մի քանի հետ հանդիպելուց հետո հասկացա, որ երեխան խնդիր չունի, որպես այդպես ինչ ունի, ծնողը ավելի ինքը խնդրով էր։ Այսինքն հաճախ իրենք պրոյեկտում են երեխային իրենց մտավախությունները, իրենց խնդիրները եւ ասել ծնողին, որ գիտես դու ունես հոգեբանի կարիք, ոչ թե երեխան, երբեմն ընդունում են, երբեմն դիմադրում են, ունեմ նման բազմաթիվ դեպքեր։ Այսինքն ծնողը ինքը ունի խնդրի հոգեբանի կարիք, բայց ինքը իրեն պրոյեկտում է իր խնդիրը երեխայի վրա, իրեն ենթագիտակցություն ազատագրելով դրանից։ Եթե ընդունում է ինքը գալիս է եւ իր հետ է աշխատում, բնականաբար եւ շահում է ինքը եւ շահում է երեխան։ Եթե երեխայի հետ աշխատել որ դրա կարիքը չունի, ծնողը մնում է նույն վիճակում, ինչ օգուտ։ Այսինքն առաջին հերթին ծնողը որպես հասուն մարդ պետք է էլի ճիշտ ախտորոշում, մենք պետք է հասկանանք ծնողի ասածը չընդունենք հալածուղի տեղ, ընդունենք որպես իգիտություն։ Այսինքն ասեց, ստացանք ինֆորմացիան, բայց պետք է ստուգենք։ Քննադատությունը հոգեբանի աշխատանքի մեջ կարևոր է, նաև ես ինքս ինձ եմ քննադատում։ Ասենք այս այցելու հետ շատ խոսեցի, են մեկի հետ լավ աշխատեցի, են մեկին անիմաստ հարցեր տվի, են մեկից առաջ ու կա, չգիտեմ, այսինքն այս ինքնակննադատությունը ցանկացած աշխատանքի պարտադիր պայմանն է։ Իսկ մարդը կարող է ինքն իրեն օգնել, որ դեպքում դա կլինի։
Իհարկե բոլորը չի որ խիստ հոգեբանի կարիք ունեն, բայց ասենց ասեմ, ինչքան էլ մարդու ուժեղ լինի, ինչքան էլ խելացի լինի, այլ ինքն էլ ունի մեկի կարիքում մոտ կարող է հուզական հենարան գտնի, շփվի, արտահայտվի։ Այսինքն ես չասեմ, ես օրինակ ունեմ հոգեբանի կարիք, բայց հաստատ բոլոր նորմալ մարդիկ են ցանկանում են իրենք հասկանան, գնահատեն, սիրեն այնպեսին, ինչպեսին իրենք կան։ Ոչ թե ասեն, եթե դու սենց անես, ուրեմն դու լավն ես, քեզ կսիրեմ։ Եթե սենց ես անում, դու լավը չես։ Պայմանական վերաբերմունքը չմտեմ քաղաքականություն, բերում է ուրիշ բաների։ Իսկ այն հանգամանքը, որ մարդուն օրինակ ստրեսային իրավիճակներում, շատ ծանր հոգեբանական վիճակի դեպքում ասում են խոսիր, որ այդ զգացմունքները դուրս գան եւ դա կօգնի քեզ։ Իրականում կա այդպիսի բան։ Իհարկե կա, Նարինե ջան, դա կոչվում է հոգեբանական դեբրիֆինգ կամ հայերեն ասած հոգեբանական առաջին օգնություն։ Ու դա տվյալ պահի համար իրավիճակային լուծում է։ Ես չեմ կարող ասեմ ինչքանով է դա հետոյի համար, տրավմաներից ազատելու համար ինչքանով է արդյունավետ, ես գնահատական տալուց խուսափում եմ, որովհետև ես սիրում եմ փաստերով խոսել, իսկ դրանց նման դեպքերի վիճակագրություն ես չունեմ, երևի ոչ մեկն մեր երկրում չունի, բայց որպես այդպեսին դա կա հոգեբանական օգնություն, առաջի օգնություն, երբ որ մարդը տեղի ունեցած ազդեցության տակ խոսում է, լիցքաթափվում է որոշ չափով։ Ասեմ կա նաև հակառակը միտումը, երբեմն ինչքան տվյալ բանից խոսում են, այնքան ավելի վիճակը վատանում է։ Այսինքն այս առումով է պետք է նայել յուրաքանչյուր մարդու իրավիճակի խիստ կոնկրետ։ Բայց ձեր ասածը կա հոգեբանական դեբրիֆինգ, առաջին օգնություն։ Եվ ինձ թվում է հիմա ամենադժվար հարցն եմ տալու։ Ինչպես ընտրել հոգեբան։ Ճիշտ հոգեբանին։ Ես ձեր հետ լիվ համամիտ եմ ու ասեմ ձեզ, օրինակ հաճախ ինչի ես օրինակ գովազդ չեմ անում, որովհետև իմ կարծիքով դες տնտեսագետ չեմ, բայց գովազդվում է հիմնականում այդ ապրանքը, որը կոպիտ ասած տանն է մնացել։ Լավ ապրանքը կոպիտ ասած գովազդի կարիք չունի։ Հաճախ մեկը մյուսին աշխատանքի արդյունքներով իմանում ասում են, դա իմացել ենք, ես ինչին օգնել եք, ինչին գուցե պետքա գովազդ, ես չգիտեմ, բայց ընտրությունը պետք է լինի հետևյալի մեջ։ Ձեր անձնական շփումով, ձեր անձնական տվյալներով, մարդու կրթությունով, մարդու գրած հոդվածներով, գրքերով, մարդու ունեցած փորձով, մարդ տեսակով շատ հանգամանքներ կա։ Գիտեք, կանանց խումբ կա այդ Facebook-ում, մայրիկների ակումբը, թե ես չեմ կարող չանդրադառնամ, անցած տարիներին մի քանի անգամ այդ հիմարությանը հանդիպել եմ։ Դիմեք, էս ինչ անին, ամենալավը ինքն է։ Միանշանակ։ Հա, միանշանակ կներեք, նույնիսկ եթե իմ մասին այդպես գրեն, ես դրան համաձայն չեմ։ Ինչ է նշանակը միանշանակ։ Դուք ով եք, ձեզանից ինչ եք ներկայացնում, որ հոգեբանի մասին ասեք, ինքը ամենալավն է կամ ամենավատն է։ Դուք կարող եք ասեք, ես դիմել եմ, ինձ օգնել է։ Իմ հարևանի տղան դիմել է, իրան չի օգնել։ Դուք դրանից են կողմ գաղափար չունեք։ Ինչ է հոգեբանը, ինչ է հոգեբանությունը, ինչ կրթություն է ստանում, ինչ է իրենց ներկայացնում, ինչ պետք է անի, ինչ պետք է չանի։ Դուք ո՞նց եք ասում դիմեք միանշանակ ամենալավ ինքն է։ Դա գիտեք այն տրոյական պատերազմը ինչ ինչից սկսվեց։ Խնձորի վրա պրովոկացիա գրում են ամենագեղեցիկ ինչ է։ Հիմա նմանատիպ վիճակ է, Հերան Արտեմիս Աթենասը պետքա կռվեն իրարից, թե ով իրանցից ամենալավ հոգեբան հասկանում եք, չի կարելի է դեպ, սա պրովոկացիա է, սա անազնիվ է եւ անարդար է։ Ես երբևէ ոչ մեկի հետ ոչ մեկին չեմ համատել, բայց ես կարող եմ ասել, Վանաձորում մենք ունենք մոտավորապես 10-15 ում ես գիտեմ բավական գրագետ նորմալ մասնագետներ, ում հետ ես կուզեմ համագործակցել կամ փորձել եմ համագործակցել կամ շփվում ենք կամ իրար ճանաչում ենք, իրար ընկեր ենք, եւ կան մարդիկ, ովքեր ասում են страх и риск ամեն ինչի հետ աշխատում են։ Կամ Երևանում էլ տեսնում եմ գրած է, էս ինչան, հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, էրգոթերապի, նույն մարդու տակ, նույն մարդու անվան մեջ շատ կներեք, այդ մի ժամանակ ուրեմն ոզնի թերթ կար կհիշեք 80-ական թվականներին ուրեմն դրված է այդ գովազդը Giacometti կորադու ներկայացումը գրած է թատրոնի ռեժիսոր Խորեն Աբրամյան, գլխավոր դերում Խորեն Աբրամյան, սցենարի հեղինակ Խորեն Աբրամյան, ամեն ինչը Խորեն Աբրամյան, դա չի կարելի։ Իսկ ինչպես հասկանալ, որ սխալ հոգեբանի են դիմել։ Եթե շատ խիստ ակնհայտ ճակատագրական սխալներ չկան, այս դեպքում պետք է ուղղակի նայեք ինչքան են համատեղելի։
Որտեղ մեկը կարող է մեկի համար լավը լինել, մյուսի համար ոչ այդքան։ Այստեղ ես դժվարանում եմ ասել, որ ամեն ինչ միայն հոգեբանից է։ Մենք այցելուի առանձնահատկություններն ու խնդիրները նույնպես պետք է իմանանք։ Կարող է հոգեբան այնքան ճիշտ է արտահայտում, այնքան ճիշտ է աշխատում ու լավ ասում, բայց իրան դիմադրում են չեն ընդունում։ Երբեմն օրինակ հասարակ բան ասեմ, ձեզ աուտիզմով երեխայի ծնողին, եթե ես պարզ ասում եմ երեխայի խնդիրը, կան որ լացում են, գալիս են, կան որ լացում են, փախնում գնում են, այսինքն պատրաստ չեն ընդունել այդ ճշմարտությունը։ Սա պետք է նկատի ունենանք, որ հոգեբանի ասած եթե նույնիսկ 100% ճշմարտություն է, մարդը ինչքանով է պատրաստ այդ իրականություն ընդունելու, որովհետև երևույթը նույնն է, մեկնաբանությունը տարբեր։ Հոգեբանի աշխատանքը հաճախ մեծերի հետ հենց մեկնաբանության մեջ է։ Հոգեբանին տված ինֆորմացիան վերաձևակերպել, վերակառուցել եւ մատուցել այնպիսի ձևով, որ մարդը նույն խնդրին նայի ուրիշ աչքերով, վերաբերմունքը փոխի, գիտակցաբար կամ այլ ձևով վերաբերվի, այսինքն փոփոխությունների կարիք եթե կա, հոգեբանի հետ պիտի համագործակցել։ Իսկ հոգեբանին ընդունել, նրա ասած ընդունել նշանակում է արդեն ունենալ բարձր գիտակցականություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մերօրյա հրամայականովի տաղավարում այսօր խոսում էինք հոգեբանական խնդիրների մասին հոգեբան Արծվի Հարությունյանի հետ։ Ցտեսություն։